Երկրի ղեկավարն է, երկրի ղեկավարը չի, դա էլ նշանակություն չունի։ Կարգ, որ կաթողիկոսին կարգալույծ անել, գոյություն չունի, եթե դա եպիսկոպոսած դասի ընդհանրական վերաբերմունքը կամ համոզմունքը չէ։ Օծիալին կարգալույծ անելը հնարավոր չի ուղղակի։ Իհարկե, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, եւ կանխատեսումները այդ տեսակետից անշնորհակալ գործ են, բայց իմ կարծիքով այնուամենայնիվ կողմերը, որոնք այս դեպքում մեկը հայոց առաքելական եկեղեցին է, մյուսը Հայաստանի Հանրապետության իշխանությունները, պետք է գան ինչ-որ համաձայնության, ինչ-որ ընդհանուր հայտարարի մակրո կամ գերխնդրի հետևանքով։ Այսինքն մենք գտնվում ենք շատ լուրջ վտանգներ իր մեջ կրող համաշխարհային իրավիճակում, իսկ խճապատկերը, որը մեր շուրջն է, լոկալ խճապատկերը, նա աներևակայելի մեծ վտանգներ է իր մեջ կրում ամեն վայրկյան հնարավոր պատերազմի, որտեղ անգամ միջուկային զենքի շատ հնարավոր կիրառման տարբերակ է իր մեջ ներառում։ Այս տեսակետից մեր միակ հնարավոր փրկությունը, միակ հնարավոր ստեղծված իրավիճակից տանելի ելքով դուրս գալը կարելի է տեսնել միասնական Հայաստանի մեջ։ Հայաստանը պետք է լինի միասնական։ Այս պառակտումները, որոնք անխուսափելիորեն կգնան այդ ճաքերը խորությամբ ամբողջ հասարակության, որովհետև եկեղեցին դա համաշխարհային երևույթ է, Հայաստանի իշխանությունները կիրառական իշխանության կրող են այստեղ, նրան են ենթարկվում ինստիտուտները, կլինի դատախազություն, դատարան, ոստիկանություն, ինչպես դուք ասում եք, ԱԱԾ զորքեր եւ այլն, այս ամենով հանդերձ միայն միացյալ Հայաստանն է, որ ի վիճակի է դուրս գալ ստեղծված իրավիճակից առանց կորուստների։ Մենք արդեն ինչ-որ կորուստներ ունեցել ենք եւ շարունակել փեղեկել հասարակությունը անթույլատրելի է։ Ես չեմ համարում, որ այդ փեղեկումը կարող է լինել շատ մեծ զանգվածային, բայց այնուամենայնիվ ես շատ մեծ զանգվածային ասելով նկատի ունեմ, որ ներկայիս իշխանությունները չունեն այն համարումը, որ նրանց ետևից կգնա հսկայական զանգված։ Երկրի ղեկավարն է, երկրի ղեկավարը չի, դա էլ նշանակություն չունի։ Այդպիսի կարգ, որ կաթողիկոսին կարգալույծ անել, գոյություն չունի, եթե դա եպիսկոպոսած դասի ընդհանրական վերաբերմունքը կամ համոզմունքը չէ։ Այս տեսակետից իհարկե օծիալին կարգալույծ անելը հնդածս, ինչպես որ փորձում են ներկայացնել, հնարավոր չի ուղղակի։ Մեր ինչպես կանոնագիր կայոցով, նույնպես եւ դատաստանագրքով Մխիթար Գոշի։ Եպիսկոպոսած դասը ինքը ձևավորված է մի զգալի չափով Գարեգին II-ի օրոք եւ Գարեգին II-ի ձեռամբ, պետք է ասել։ Այս տեսակետից ասենք հավանականությունը, որ այդպիսի մեծամասնություն կձևավորվի եպիսկոպոսած դասում, բավական, այսպես ասենք, անհնարինի եզրից է։ Նույնիսկ եթե իշխանությունները բիրտուշ կիրառեն։ Չէ, բիրտուշ կիրառենը որն է, ես չեմ կարծում, որ Խորեն Մուրադբեկյանի պես, որ իմ բոլշևիկները խեղդել են Էջմիածնում, պետք է ինչ-որ կաթողիկոսի դեմ մահափորձել լինի, այդպես բան չի կարող լինել։ Լավ գիտակցենք էլի, որ մենք արդեն 21-րդ դարում ենք, էլի, նույնիսկ 20-րդ դարը որպես այդպեսին անցյալ է մեր համար, որից որևէ օրինակ վերցնել պետք չի, որովհետև այնտեղ ուրիշ բարքեր են եղել, ուրիշ իրավիճակ է եղել, ուրիշ գաղափարաբանական կաղապար է եղել հասարակության գլխին անցկացված եւ պետք չի զուգահեռներ անցկացնել այդ առումով։ Իսկ դուք տեսնում եք մեր հասարակության ներսում այն համախմբում, այն միասնականությունը, որ կանգնում են եկեղեցու կողքին։ Հասարակությունը պետք է գնահատել միշտ ոչ թե նրանով, թե ինքը ոտքի է կանգնում, թե ոչ, այլ նրանով, թե որքան է հասարակության մեջ դժգոհությունը։ Հասարակությունը գոհ չի ներկա իրավիճակից։ Դա անվիճելի է եւ որևէ մեկը եթե դա կասկածի տակ է վերցնում, ուրեմն ստեղ չի ապրում այդ մարդը, ես չգիտեմ, լուսնի վրայից է իջել, ինչ արել։ Այդ առումով, այսպես ասենք, իշխանությունը համանման գործընթացներում դրական արդյունքներ կարող է սպասել
ոչ այն չափի, ինչը որ դուք եք ասում, ինչ որ չափով դրական կարող է սпасել միայն երբ որ ինքը ունի բարձր համարում։ Այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, նա ունեցել է 70-80% սատարում։ Այդ ժամանակ համանման խոսակցությունը ուրիշ արձագանք կարող է գտնի։ Բայց երբ որ հիմա այդ սատարման աստիճանը կտրուկ իջած է, դեռ ավելին իշխանության այսպես կոչված համարման կորը որևէ կերպ միտում չի ցուցադրում բարձրանալու վեր, այլ շարունակում է իջնել։ Արդյոք կարող ենք սպասել այդպիսի արդյունքի։ Երևի թե ոչ։ Ինչպես է գնահատում վերաբերմունքը մեր հասարակության այս երևույթների նկատմամբ այն ֆոնին, որ կալանավորվում են նույնիսկ մարդիկ, որ Գիտեք, ինչ կա, դա հնարավոր չի դրական գնահատել, որովհետև եթե վերցնում ենք, որ Միքայել Սրբազանին, ասենք, հա, կալանավորել են։ Միքայել Սրբազանի ունեցած համարումը Գյումրիում աներևակայելի բարձր համարում է։ Այդ ով ինչ ուզում ասի, մենք բոլորս գիտենք, էլի այդ բանը։ Հիմա դա ինչով պետք է նպաստի իշխանության ռենոմեի բարձրացմանը, ասենք, Գյումրիում։ Ինչով։ Ոչինչով, ըստ էության հակառակն է լինելու։ Եթե խոսքը վերաբերում է, ասենք, ինչ-որ ձերբակալությունների, այդ ձերբակալությունները ոչ մեկին էլ պատիվ չեն բերում, էլի։ Համայն աշխարհով մեկ, ասենք, մենք դրսևորում ենք ամենավատ փորձը, որը Ուկրաինան ուներ, այնտեղ հարցը հասավ այնտեղ, որ սկսեցին նույնիսկ ծեծել հոգևորականության։ Այսինքն հոգևորականների հրապարակավ բռնությունների ենթարկեցին։ Դե մենք չպետք է կրկնօրինակենք այն, ինչը որ դատապարտելի է լինելու սերունդների կողմից։ Մեր մոտ էլ ձայնագրություններ են հրապարակվում, երեք օրինակ մի նախկին հոգևորական հայտարարեց, թե նույնասեռականներ կան եկեղեցու ներսում, Գիտեք ինչ կա, չէ, լսեք, դա եկեղեցու պատմությունը ինչ-որ չափով իմանալով, ես գիտեմ, որ բոլոր ժամանակներում եղել են համանման ոտնձգություններ։ Միասեռականություն եղել է, չի եղել, հա, այդ միս պետքա ուտեն, միս պետքա չուտեն, վանական համալիրներում հազար ու մի խնդիրներ են եղել, որոնք եղել են, պահպանվել է դրանց մասին եւ գրավոր եւ բանավոր աղբյուրներ, վերջին հաշվով այդ ամենը չի խանգարել նրան, որ եկեղեցին կատարի բացառիկ մեծ դեր եւ լինի ամենուր, որտեղ հայ ժողովուրդն է։ Սա հայոց առաքելական եկեղեցին է, աշխարհով մեկ ցանց ունեցող եւ որպես այդպիսին հայ ժողովրդի ինքնության պահպանությունից բացի բացառիկ ներուժ իրենից ներկայացնող։ Ամփոփելով մեր խոսքը, մեր զրույցը, ուր ենք մենք գնում այսպես։ Դե հույս ունենանք, որ մենք գնում ենք դեպի այն հանգրվանը, որտեղ հնարավոր կլինի վերջնական ընդհանուր հայտարարի գալ եւ չշարունակել այն փեղեկման գործընթացը, որը ոչ մի լավ բան չի խոստանում ոչ միայն Հայաստանին, այլև ներկայիս գործող իշխանությանը հետ էլ է պետք գիտակցել։ Այլապես ինչ կլինի։ Հակառակ դեպքում դե կլինի հազար ու մի խզումներ, այդ հազար ու մի խզումների արդյունքը ինչ կլինի, մենակ այդ ժամանակ կարող է երևալ եւ թվացող այդ հանգստությունը կարող է խզվել այնպիսի ալիքներով, այնպիսի արտաքին միջամտություններով եւ այլնով, որը մենք երբևէ չէինք էլ մտածել, որ կարող է լինի, որովհետեւ այսօրվա աշխարհը այդպիսի աշխարհ է, չկա այսօրվա աշխարհում գործող օրենքներ, չկա այսօրվա աշխարհում ստորագրված փաստաթղթեր, որոնք համարվեն վավեր եւ կարգավոր են հարաբերություններ, ամեն ինչ քաոսայնացված է, ինչը իրենից կրում է մեծ պոտենցիալ վտանգ։ Հասկանում եք։ Սա պետք է գիտակցել եւ հասկանալ, որ միակ ճանապարհը դա ամբողջական, միասնական, մոնոլիթ հայ ժողովուրդն է աշխարհով մեկ, բայց դա պետք է սկսվի Հայաստանի Հանրապետությունից։ Նա չի կարող սկսել որևէ սփյուռքի գաղթօջախից։ Այդպիսի բան չկա։